Հանրապետության հրապարակում է հրթիռային զորքերի եւ հրետանու շարասյունը, զորքերի պետ Հայաստանի Հանրապետության մարտական խաչ առաջին աստիճանի շքնշանակիչ գեներալ-մայոր Գոռ Նիկոյանի գլխավորությամբ։ Վերջին տարիներին հրթիռային եւ հրետանային զորքերը համալրվել են նորագույն միջազգային որակին համապատասխան սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով։ Գրանցել են մասնագիտական ցուցանիշների էական աճ ու բարձր արդյունքներ։ Հրթիռային ու հրետանային ստորաբաժանումներում իրականացվել ու իրականացվում են կառուցվածքային փոփոխություններ, դրանք համապատասխանեցնելով ժամանակակից պահանջներին։ Հրթիռային զորքերի եւ հրետանու շարասյան գլխամասում են Կորնետ M հակատանկային կառավարվող հրթիռային համալիրները։ Համալիրը նոր սերնդի հակատանկային կառավարվող հրթիռային համալիր է։ Հնարավորություն ունի մինչև 8000 մետր հեռավորության վրա վարել հրաձգություն տարբեր նշանակության հրթիռներով։ Համալիրի կառավարումն իրականացվում է լազերային ուղղորդմամբ, կարող է հաղթահարել զրահապատ օբյեկտների դինամիկ պաշտպանությունը եւ արդյունավետորեն խոցել ժամանակակից ռազմական զրահապատ սպառազինությունը։ Կորնետ M հակատանկային համալիրը կիրառվում է ինչպես գետնից, այնպես էլ շարժական փոխադրամիջոցներից։ Համալիրը կարող է խոցել ոչ միայն տանկեր, հետևակի մարտական մեքենաներ եւ զրահապատ սպառազինություն, այլև ցածր թռչող օդային նշանակետեր, ոչնչացնել ամրացված դիրքեր եւ երկարաժամկետ գրակակետեր։ Կորնետ M-ը կայուն է ռադիոէլեկտրոնային խանգարումների նկատմամբ։ Մարտադրակազմում բացի կումուլյատիվ հրթիռներից առկա են նաև թերմոբարիկ ֆուգասային հրթիռներ, որոնք համալիրը դարձնում են ոչ միայն հակատանկային, այլև բազմաֆունկցիոնալ։ Հրապարակ են մտնում նիզակ հակատանկային կառավարվող հրթիռային համալիրները։ Դրանք վերջին սերնդի կրակիր մոռացիչ սկզբունքով հակատանկային կառավարվող հրթիռային համալիրներ են։ Հակատանկային կառավարվող հրթիռային համալիրը նախատեսված է անշարժ եւ շարժման տարբեր անկյունների տակ մինչև 80 կմ/ժ արագությամբ շարժվող տանկեր ու այլ զրահապատ նշանակետեր հայտնաբերելու, նույնականացնելու եւ խոցելու համար։ Համալիրը գերճշգրիտ զինատեսակ է։ Հնարավորություն ունի վարելու հրաձգություն ինչպես ուղիղ նշանառությամբ, այնպես էլ փակ կրակային դիրքին։ Հակատանկային հրթիռն օժտված է արհեստական բանականությամբ, որը հնարավորություն է ընձեռում հայտնաբերել եւ նույնականացնել տեսադաշտում առկա նշանակետերը, առաջարկում է ընտրել առավել կարևոր նշանակետը, կարողանում է գտնել նշանակետի ամենաանպաշտպան եւ խոցելի հատվածը։ Նիզակ համալիրը համապատասխանում է ժամանակակից մարտահրավերներին, ուղղորդման համար օգտագործում է ինֆրակարմիր պատկերային սենսոր, տեսնում է թիրախի ջերմային պատկերն ու հետևում է դրան։ Զորատեսակի հաջորդ նմուշը Արսենալ ընկերության հայրենական արտադրության 82 մմ տրամաչափի հրազդան ականանետն է։ Ականանետը համազորային ստորաբաժանումների աջակցման արդյունավետ կրակային միջոց է, հատկապես լեռնային պայմաններում։ Քաշային տվյալներով պայմանավորված եւ հանդիսանալով դյուրակիր միջոց կարող է արագ փոխել կրակային դիրքը եւ կարճ ժամանակում իրականացնել ինտենսիվ կրակ։ Հրազդան ականանետի հիմնական առավելություններն են կրակի արագացկությունը, պարզ կառուցվածքը եւ մարտական կիրառման հուսալիությունը։ Ականանետն ունակ է խոցել նշանակետեր բարձունքների հակառակ լանջերում, ձորերի մեջ եւ դժվար հասանելի վայրերում, ավերել թեթև դաշտային տիպի կառույցներ, ինչպես նաեւ լուսավորել եւ ծխապատել մարտական գործողությունների անցկացման շրջանը։ Ականանետի թեթև քաշը եւ մարտավարատեխնիկական բնութագրերը կիրառող անձնակազմին թույլ են տալիս տեղափոխել ականանետը եւ ցանկացած տեղանքում խուսավարել հրաձգային ստորաբաժանումների շարժին համահունչ, նրանց ցուցաբերելով անընդհատ կրակային աջակցություն։ Հրապարակ է մտնում Արսենալ ընկերության հայրենական արտադրության 120 մմ տրամաչափի Սևան ականանետների շարասյունը։
Այն կիրառվում է տեղանքի խոր ծալքերում ու թաքստոցների հետևում կահավորված բաց և կիսաբաց պաշտպանական կառույցներից, խնդիր ունենալով ճնշել կամ ոչնչացնել խրամատներում, բարձունքների հակադարձ լանջերին, լեռնահովիտներում, ձորակներում տեղակայված պայմանական հակառակորդի կենդանի ուժն ու կրակային միջոցները, ավերել թեթև տիպի դաշտային կառույցները, ինչպես նաև լուսավորել և ծխապատել այն տեղանքը, որտեղից անց են կացվում պայմանական մարտական գործողությունները։ Ականի զգալի հզորության, բավական արագաձգության, հրաձգության հեռահարության և կրակի խտության, ցածր քաշի և մեծ շարժունակության շնորհիվ ականանետը կարող է արդյունավետ և ժամանակին աջակցություն ցուցաբերել համազորային ստորաբաժանումներին, ապահովելով պայմանական մարտական գործողությունների հաջող ընթացքը։ Եվ Հրազդան, և Սևան ականանետները պայմանական մերձամարտ վարող ստորաբաժանումների կրակային խոցման հիմնական միջոցներ են։ Կրակի ճկուն կառավարման շնորհիվ դրանք ունակ են արագ արձագանքելու իրավիճակի փոփոխությանը, տեղափոխվելով և կենտրոնանալով տարբեր ուղղությունների վրա։ Զորատեսակի շարասյունը շարունակում են IDS ընկերության հայրենական արտադրության 122 մմ տրամաչափի փոքր համազարգային կրակի ռեակտիվ Ատլանտ համակարգերը։ Ատլանտ համակարգը որպես կանոն ներգրավվում է համեմատաբար մեծ չափեր ունեցող խմբային նշանակետերի խոցման, հեռավոր ականապատման և պայմանական մարտական գործողությունների շրջանում համատարած հրդեհների ստեղծման համար։ Դրա կրակն առավել արդյունավետ է բաց տեղաբաշխված կենդանի ուժը և ոչ զրահապատ նշանակետերը խոցելիս։ Հաշվի առնելով համակարգի կառուցվածքային չափերը, այն արդյունավետ է լայնորեն կիրառել լեռնային պայմաններում։ Համակարգը նաև արդյունավետ միջոց է հակամարտկոցային պայքար վարելու համար։ Տեխնոլոգիական հնարավորությունները թույլ են տալիս համակցված աշխատել հայրենական արտադրության հետախուզական տարբեր միջոցների հետ, այն ներառելով հետախուզակրակային համակարգի մեջ։ Նախատեսված է կենտրոնացման շրջաններում, բացազատման բնագծերում կենդանի ուժի ու կրակային միջոցների և շարասյունների խոցման, ռեակտիվ, հրետանային, ականանետային և զենիթային մարտկոցների ճնշման համար։ Համակարգն ունի աշխատանքի ավտոմատացված ռեժիմ, ինտեգրված օդերևութաբանական կայան, ապահովում է բարձր խտության կրակ, որը թույլ է տալիս կարճ ժամանակում ճնշել պայմանական հակառակորդին, խաթարելով նրա գործողությունները։ Հրապարակում են 122 մմ տրամաչափի գործարանային արտադրության D30 հաուբիցները։ D30 հաուբիցը նախատեսված է կենդանի ուժի կրակային միջոցների, զրահապատ և այլ մարտական տեխնիկաների, հրետանային ու ականանետային մարտկոցների, հակաօդային պաշտպանության միջոցների և ղեկավարման կետերի խոցման համար։ D30 հաուբիցները լեռնային տեղանքում յուրային զորքերի աջակցման միջին հեռահարության, բարձր արդյունավետության միջոցներ են։ Փորձված ուժ, որը չի կորցնում իր նշանակությունը։ Այն տարիներ շարունակ ապացուցել է իր արդյունավետությունն ու հուսալիությունը տարբեր պայմաններում։ Հաուբիցն առանձնանում է իր շրջանաձև և բարձրացման մեծ անկյունների տակ կրակի հնարավորությամբ, ինչը թույլ է տալիս արագ արձագանքել տարբեր ուղղություններից պայմանական սպառնալիքներին։ Ունի հատուկ զինամթերք կիրառելու հնարավորություն, իրականացնում է տարածքի ծխապատման և գիշերային ժամերին լուսավորման, ինչպես նաև լուսային կողմնորոշիչների տեղադրման խնդիրներ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում այս սպառազինությունն ունի առանձնահատուկ նշանակություն, քանզի լեռնային տեղանքի գերակշռումը պահանջում է հզոր ու արդյունավետ կրակային միջոցների առկայություն։ D30 հաուբիցը համատեղում է պարզ կառուցվածքը և հեշտ սպասարկումը։ Հրթիռային զորքերի և հրետանու շարասյունը շարունակում են 155 մմ տրամաչափի տորկ հաուբիցները։
Տորք հաուբիցը ժամանակակից խոցման միջոց է և իզորու է մեծ հեռավորությունների վրա ճշգրիտ կրակով խոցել կենդանի ուժը, կրակային միջոցները, ռեակտիվ, հրետանային, ականանետային և զենիթաարթիրային մարտկոցները, ղեկավարման կետերն ու այլ նշանակետեր։ Տորք հաուբիցն ինքնաշարժ է և ի վիճակի է առանց քարշակի տեղաշարժ վել կրակային դիրքի շրջանում, ինչը թույլ է տալիս հաճախակի խուսավարումների շնորհիվ արագ փոփոխել կրակային դիրքերը, ինչի արդյունքում բարձրանում է համակարգի և կիրառող անձնակազմի կենսունակությունը։ Տորք հաուբիցների նորագույն տեխնոլոգիաներով հագեցած սարքավորումները, ինչպես նաև դրանց ժամանակակից կառավարման լուծումները հնարավորություն են տալիս ինտեգրել այն զինված ուժերի հրետանու ավտոմատ կառավարման համակարգին, առցանց ռեժիմում հետախուզական, օդերևութաբանական ստորաբաժանումներից ստանալ նշանակետի և հրաձգության համար անհրաժեշտ տվյալներ, կատարել ավտոմատ նշանառում, իրականացնել կրակոց և արագ վերադառնալ թաքստոց։ Հաուբիցի ավտոմատացված համակարգը նվազագույնի է հասցնում կիրառող անձնակազմի մեխանիկական սխալ թույլ տալու հնարավորությունը, ինչն էլ ապահովում է կրակի բարձր ճշգրտություն։ «155 մմ տրամաչափի հաուբիցների շարասյունը շարունակում է տիր համակարգերը, որոնք իրենց մարտավարատեխնիկական հնարավորությամբ չեն զիջում տորք հաուբիցներին։ Դրանք նույնպես հագեցած են իներցիոն նավիգացիոն համակարգերով, բալիստիկ համակարգչով և արկի սկզբնական արագության չափման ռադարով, ինչի շնորհիվ բարձրանում է կրակի ճշտությունը և նվազում է կրակի բացման համար անհրաժեշտ ժամանակ։ Իր հրետանային համակարգը նախատեսված է մեծ հեռավորության վրա խոցելու հրթիռային, ռեակտիվ հրետանային մարտկոցները, կառավարման կետերը, հակաօդային պաշտպանության միջոցները, կենդանի ուժը և այլ կրակային միջոցներ։ Իր հրետանային համակարգի ինքնաշարժ լինելը հնարավորություն է տալիս քարշակի հավանական խոցման պարագայում իր ընթացքով շարունակելու երթը և կատարելու առաջադրված խնդիրը։ Այն համեմատաբար թեթև է, ինչի շնորհիվ ավելի շարժունակ է և ճկուն տեղանքի տարբեր ռելիեֆներ հաղթահարելիս։ Համակարգի արդիականությունն արտահայտվում է նաև դրա կիրառման և սպասարկման պարզությամբ։ Միհր ինքնագնաց հրետանային կայանները հագեցած են իներցիոն նավիգացիոն համակարգերով, բալիստիկ համակարգչով և արկի սկզբնական արագության չափման ռադարով, ինչը թույլ է տալիս միաժամանակ վարել ճշգրիտ և հուժկու կրակ։ Բալիստիկ համակարգիչը և օժանդակ սարքավորումները թույլ են տալիս ինքնագնաց հրետանային կայանք ինտեգրել զինված ուժերի հրետանու ավտոմատ կառավարման համակարգին, հետախուզական, օդերևութաբանական ստորաբաժանումներից ստանալ նշանակետի և հրաձգության համար անհրաժեշտ տվյալներ, իրականացնել ճշգրիտ հաշվարկներ, կատարել ավտոմատ նշանառում, իրականացնել կրակոց և արագ թողնել կրակային դիրքը, որի արդյունքում նվազագույնի է հասցվում ինքնագնաց հրետանային կայանքի բաց տեղանքում գտնվելու ժամանակահատվածը։ Բարձր ճշգրտության շնորհիվ այն նվազագույն ժամանակահատվածում խոցում է նշանակված նշանակետերը, ապահովելով մարտական առավելություն։ Համակարգի խցիկը զրահապատ է, ինչը բարձրացնում է անձնակազմի պաշտպանվածության մակարդակը։ Նույնիսկ մեկ համակարգը, շնորհիվ իր մարտավարատեխնիկական հնարավորությունների, անկախ այլ օժանդակող միջոցներից, կարողանում է կատարել կրակային խնդիրներ և արագ լքել կրակային դիրքը, մնալով չհայտնաբերված հետախուզական միջոցների կողմից։ Միհր ինքնագնաց հրետանային կայանքն ունի բարձր խուսավարման և արտաճանապարհային պայմաններում անցանելիության հնարավորություն, ինչպես հարթավայրային, այնպես էլ լեռնային պայմաններում։ Համալրված է զինամթերքի պահեստային պաշարով, որը թույլ է տալիս մինչև հիմնական զինամթերքի առբերումն իրականացնելու նշանակետերի խոցում, համակարգը դարձնելով ավելի ինքնավար։
Օգտագործելով իներցիոն նավիգացիոն համակարգը, կիրառող անձնակազմը հնարավորություն ունի անծանոթ տեղանքում մեծ տարածությունների վրա կատարել ռազմերթ, զբաղեցնելու կրակային դիրք եւ իրականացնելու նշանակետերի խոցում։ Այդ նոր ձեռքբերումները հնարավորություն են տալիս իրականացնել ճշգրիտ պլանավորում, արդյունավետ կառավարում եւ հուսալի ապահովում։